Եկեղեցին ոչ միայն կարող է զբաղվել քաղաքականությամբ, այլ եկեղեցին ինքը տեղով քաղաքականություն է։ Քաղաքական, բայց ոչ կուսակցական։ Քաղաքական այնքանով, որքանով նրա առաքելությունն ուղղված է հանրային կյանքի բարոյական չափանիշների, ազգային համերաշխության, սոցիալական արդարության եւ հասարակության հոգեվոր առողջության վրա ազդեցություն ունենալուն։ Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ այնտեղ, որտեղ խախտվում են մարդու արժանապատվությունը, ազգային ինքնության հիմքերը կամ հանրային բարոյականությունը։ Բայց միևնույն ժամանակ եկեղեցին չի կարող դառնալ որևէ կուսակցության գաղափարական հենարան կամ որևէ իշխանության ժամանակավոր շահերի սպասարկու։ Կուսակցական շահը անցողիկ է, իշխանության շահը փոփոխական, պետության շահը մշտական, իսկ եկեղեցու առաքելությունը հավերժական։ Այդ առաքելությունը չի որոշվում ընտրական ցիկլերով, ուժային կենտրոնների շահերով կամ քաղաքական ճնշումներով։ Եկեղեցու խոսքը պիտի լինի բարոյական խարիսխ, ուղղված ողջ հասարակությանը, ոչ թե պայքարի կողմերից մեկին։ Եկեղեցին, հատկապես հայոց եկեղեցին, որը ոչ միայն կրոնական կառույց է, այլև քաղաքակրթական ժառանգության կրող, չէր կարող եւ չպետք է վերածվեր այս կամ այն քաղաքական ուժի հավելվածի, նրա քարոզչական հարթակի կամ հակասահմանադրական ծրագրերի գործիքի։ Իսկ երբ այն կառույցի անունից, որը դարեր շարունակ կրել է ժողովրդի հավատն ու սրբազան ավանդույթները, հնչում է կոչ բռնի